Քանիներդ օրտնյալ դարի սկսակ արդեն, այսօր ամսուն 4-ն է, 3 օր մկոնե օրտնված պետք է ապրեիք, եթե անցյալ գիրագի օրվնաշվենք 7 օր պետք է օրտնված դարի ապրեինք, որովհետև մեր նույթը այն էր, որ օրտնված երանելի կյանք ունենալ և խոսեցանք անգե երկու գիրագիներ առաջ թե հավատացյալը արդեն օրտնված է, բայց օրտնված լալու համար, այդ օրտնությունը վայելելու համար պետք ունի հնազանդելու Աստծո, որբեսի այդ օրտնությունները իր վրան թափին։ Եվ անցյալ գիրագի սկսանք խոսիլ Սամոս 1-ին մասին, ուր հոն կտեսնենք փաղադրությունը օրտնված կյանք ունենալուն, եւ առաջին մասը, որ գարտացինք, տեսանք, թե հոնդեղը Փաներ գա, որ հավատացյալը ըսկուշ պետք է լա եւ անոնց մե հերու լա, մեղավորներուն ջամփում մեջ չգենա, ծաղրնողներուն նստած դեղը չնստի եւ ամպարիշներուն խորհրդին մեջ չքալեր եւ խոսեցանք ինչպես քալել, գենալ, նստիլ, ինչպես վերջավորությունը լավ չվերջանա։ Եվ անգե վերջը ասենք թե այո, այս ժխտականով կսկսի թե միներ, բայց վերջը կփոխվի Եվ երկրորդի մասը երկրորդ կետը, որ խոսեցանք և շեշտեցինք աներ, որ մենք կրնանք երանելի կյանք ունենալ ոչ մեգադեն, որովհետև ադիգա Աստուծո կյանքն է մեզ ամեն մեկուս համար։ Եվ այսօր պիտի անցնենք մեր երրորդ կետին և տեսնենք, թե ինչպես կարելի է այս երանելիության կյանքին վրա աշխատել և հարաճ երթալ։ Եվ երրորդ կետը, որ այս Սամոսի մեջ կշեշտվի, այն է, որ գսե, հաբա անոր հաջությունը Աստուծո օրենքի մեջ է և ծորեք ու քիշեր անոր օրենքին վրա կմտածե։ Ուրեմն այս երանության կյանքը, օրտնված կյանք ունենալու համար, Աստուծո զավակը պետք է իր կյանքը Աստծո խոսքին վրա հաստատե։ Հիմա տրագան մասին ասանք, ասենք մի նեգաս պաները, հիմա գսենք այս պաներ է, ինչու համար գսենք, որովհետև եթե մերժեցիր ամպարիշներուն ջամփում մեջ կալել, դեղը պամը պետք է ընենք, որովհետև բարապ չենք կրնար գենալ, սուպիրքի մեջ շատ օրինակներ ունինք, անոնք որոնք բարապ կեցան, վերջավորություն ինչ եղավ, Եդև կացին, հավատացյալը միշտ հարաճ պետք է երթա, ինչպես կրնա հավատացյալը առաջ երթալ, իր գետրոնացումը Աստծո խոսքին վրա տնելով։ Եթե մեր մեջը սխալ բաներ գա, գուզենք դուրս անել, ինչպես ճուրին քավաթի մեջ եթե փոշի բաներ գա, ինչ կնենք, որ այդ փոշին ելը, ճուր գավելցնենք, ճուրը մեջը գավելցնենք, որ ճուրը այդ աղդոդությունը դուրս անե, և Աստծո խոսքը այն ճուրն է, որ պետք է մեր մեջը լեցնե, որ ինչ-որ անմաքրություն գա դուրս հանե, ժխտական բաները, տրական բաներու փոխելու համար պետք է Աստծո խոսքը դեղը լեցնե, որովհետև երբ որ բարապ կմնա, Հիսուսին չսավ, այն չար ոգիները, որ գահանեին գսե, Երբ որ կան և դեսնեմ, որ մեջը բարապ է այդ անցին, Աստծո խոսքը հոն չի կոյանար, ինչ կնեք սե հետը ավելին գպերը և գլեցվին անոր վերջը սկիզբեն ավելի կեշ կլա։ Եվ այսօր գրոնքներ կան, որ այդպես կսորվեցնեն, որ պետք է բարբվիս, բայց եթե բարբվիս և դեղը ճշմարտություն չի լեցնես, ինչպես յոգան, որ այսօր շատ ընդհանրացած է, Եվ հավատացյալներ գանգսեն է, պամը չի գա բարզ հանթարդելու և չեմ կդեր ինչ, բայց ամեն պան պետք է սկուշը լանք սիրելներ, որ հետևանքը ինչ է, յոգան գսետուն կեզի բարբ է, շատ լավ բարբեցինք, հիմա ինչ, եթե դեղը Աստծո խոսքը չի մտնե, հոն գրնա ետ սատանան և իր թևերը դեղ կրավեն, երբ կսե Հաբա անոր հաջություն Աստուծո օրենքի մեջ է, գսել է թե այս անձը Աստուծո խոսքը շատ կսիրե, և հաջություն պարը գաբված է հաջույք առնելու հետ, հաջույք առնել,
Փամը որ քու ցանկիտ վրա գիշխե այնքան գսիրես որ գուզես միան անի անել ամեն մարդ փանը հաջիկ կառնե եթե հարցնեմ այսօր ցեզի վստահ եմ որ պիտի կարողանաք մի քանի գերդսել այն փաները որ հաջիկ կառնեն ոմանք ուդելիք են հաջիկ կառնեն գսիրեն ուդել մյուսերը կորձերունին ասպարեզունին եւ անգե հաջիկ կառնեն ուրիշներ կան որ հարաբերություններ ունին եւ այդ հարաբերությունները իրենց հաջիկ կդան շատեր ալգան որ տրամը իրենց հաջիկ կդա եւ ինչ որ տրամը գրնա իրենց համար քնել ադոնցմով հաջիկ կառնեն եւ ուրիշներ ալգան որ չար հաջիկներ ունին եւ սխալ ցանկություններ որոնք իրենց հաջություն կդան ինչ քեզի գհաջեցնե այդ կուդա քու ցանկի ուղությունը ինչ բանի մեջ ինչ բանեն հաջիկ կառնես ինչ բանն է որ քեզի գմղե ապրիլ ինչ բանն է որ քեզի գկրե you get excited about it երբ որ արդուն արտնաս եւ դերևս քիշերնակունուտ կգործնցնես անորամար ինչ բանի մասին գերազես օրվա ընթացքին ասե ինձի եւ քեզի գսեմ թե գուգյակդ ուր բիդի վերջանա քու հաջիկ արած բաներ դեն որ քու ցանկիտ ուղություն պիտի դան ինչպես նոր սիրահարներ միշտ գուզեն իրար ներկայության մեջ լալ մենգալ պետք է սիրահարված լանք Քրիստոսի եւ անոր խոսքին Քրիստոս ինքը Աստծո խոսքն է եւ մինչեւ վերջ փափակինք Քրիստոսի հետ ժամանակ անցնել Աստծո խոսքին հետ ժամանակ անցնել անոնք որոնք օրտնված են անոնք որոնք գուզեն վայելել Աստծո օրտնությունները զաստված կսիրեն եւ անոր խոսքին վրա գմդածեն եւ այստեղը մտածել բառը գա անգլերեն բառը meditate բառն է որ խոգալ կնշանակե եւ այս բառը գաբ ունի մարսելու հետ ինչպես գովը 4 ստամոքս ունի ճաշը 4 ստամոքսեն գանցնի մինչեւ որ ադոր սնունդը առնե մենք ալ սիրելիներ պետք է 4 ստամոքսի անցնենք Աստծո խոսքը ամենադեն անոր վրա մտածելով խորելով եւ Սամոս գրողը ստեղը գսե արծորեք ու քիշեր անոր օրենքին վրա գմտածեն մեկ խոսքով ամենադեն Աստծո խոսքին վրա մտածել եւ գնանք իր խոսնալ առնել ինչպես որ է որ շատ լավ գլա սկսել արդուն Աստծո խոսքով եւ վերջացնել օրը Աստծո խոսքով անորալ օգտագործությունը պիտի վայելենք անալ պիտի մեզի օգնե երբ որ շիդակ կսկսենք օրը Աստծո խոսքով կրնանք շիդակալ վերջանալ եթե լուրջ ենք որ այս օրտնված ցանկը ունենանք մենք պետք է Աստծո խոսքին ժամանակ տանք անոր վրա խոգալով չորրորդ կետը որ այս Սամոսի մեջ գիշվի անալ գխոսի գայունության եւ բդղադու լալու մասին այն անձը որ իր խոսքը Աստծո իր ցանկը Աստծո խոսքին վրա գշինե գսե ինչպես է գսե անիգա ճուրի ջամփաները դնգված ծարի բես բիդի լա ճուրի ջամփաները դնգված ծարի բես ինչպեսի ծարեր են այս ծարերը որ ճուրինքով գլան կայուն զորավոր բդղափեր եւ այս երկու արակինությունները գունենան անոնք որ իրենց ցանկը Աստծո խոսքին վրա կհիմնեն գայունություն ճուրինքով դնգված ծար ճուրինքով դնգված ծարը ընդհանրապես հզոր գլա մեծ ջուղերով հսկա ջուղերով եւ խորունկ արմատներ գունենա հողին մեջը երբ որ ծարը գտեսնես ճուրինքով դնգված որքան որ դեսածդ կա անոր դագը գա նաեւ խորունկ արմատներ թերևս դեսածեդ ավելի մեծ եւ այդ արմատներն են որ իրեն գայուն կբահեն եւ սմերվա ժամանակ
կամ թե ամառվա չորության ժամանակ, ծմերվա փոթորիկներուն ամառվա չորության, այս արմատները այս ձարին գանքուն գբահեն։ Այս արմատներն են, որ ամառվա դեն խոնավություն գբահեն ձարին, որբեսի ձարը ողջ մնա իր սնունդները չգործընծնե։ Եվ ասիկա կարևոր բան է այս ձարին համար։ Ինչ ենք գիտենք, որ ձարը լավ արմատներ ունի, երբ որ փոթորիկը կա, հայտնի գլա։ Երբ որ փոթորիկը կա, երբ որ արևը գծակի, ամեն ձար իրարու գնմանին, լավ են, գեղեցիկ են, բայց երբ որ փոթորիկը կա, շատ մձար էր, որ դգար են, գդաբալին և գինան։ Երբ որ զորավոր անձրևներ, հովեր գպչեն, այնադեն է, որ զորավոր ձարին վիճակը Երևան գել է։ Անոնք, որոնք զորավոր արմատներ չունին, գդաբալին գինան, բայց այն ձարերը, որ զորավոր արմատներ ունին, փոթորիկը գուքա, գերթա և իրենք հաստատ կմնան։ Եվ ճիշտ նույնն է Աստուծո զավակներուն հետ։ Չես գիտեր, մեկը որքան հավատքի մեջ զորավոր է, որքան հաստատ է, մինչև որ փոթորիկը իր կյանքի մեջ կա։ Երբ որ հովը անձրևը գզարնե և գուզե իրեն տապալել։ Միակ կերպը, որ գրնանք փոթորիկին և անձրևին զորավոր ջրեղին թեմ հաստատ մնալ այն է, որ մենք ամեն օր Աստծո խոսքին վրա մեր արմատները զորացնենք։ Ամեն օր գսեմ, որովհետև համարնա գսեմ, ամեն օր ճշմարտության վրա խոգալ, մտածել և մեր հիմերը խորունկ թաղել։ Ռուփենը մեզի գրնա թաստալ երկրաչափ է։ Եթե հաստատուն կառույց մը պիտի շինեն, բարձր շենքը պետք է խորունկ հիմեր ունենան, եթե ոչ այդ շենքը շատ դյուրությամբ գրնա ինալ։ Եվ երկրորդ մասը աս համարին գսե անիգա ճուրի ջամփաներ դնկված ծարի պես պիտլա, որ իր ժամանակին իր բդուղը գուդա։ Ուրեմն բդղադու ըլալնալ նշանները մեկն է, որ մեկը երանելի կյանք ունի կամ ոչ, օրտնված կյանք կաբրի կվայել է, իր ժամանակին, իր եղանակին գսե բդուղը գուդա։ Եվ բդուղը ընդհանրապես գծուցնե իր ներքին նգարակիրը, անցիմը ներքին նգարակիրը, ինչ ենք գիտենք, որ նարինչի ձար է, երբ որ նարինչ վրան գպուսնի, վրան ելած նարինչեն գասկնանք, որ նարինչի ձար է, ինչ որ ներսը գա, վերջավորության դուրս պիտի կա, եթե ներսը լավ բան գա, լավ բան դուրս պիտի կա, իսկ եթե ներսը քեշ բան գա, վերջավորության քեշ բաներ դուրս պիտի կա, ներսի նգարակիրը դուրս պիտի թափանցե, այս է բդուղը։ Իսկ եթե մեր արմատները Աստծո խոսքի մեջ կհաստատվին ամեն օր, ճուրինքով ճուրեն գարնենք մեր սնունդը, մեր զորությունը, մենք պիտի ստանանք ամեն ինչ, որ պետք ունենք հաստատ լալու և նաև բդուղ բերելու, երբ որ պետք ունենանք, այդ զորությունը մենք մեր մեջը պիտի ունենանք։ Եթե պետք ունենք սիրելու, այդ սիրելու կարողությունը Տերը մեզ պիտի տա իր խոսքեն, որովհետև իր խոսքը գսե սիրեք ունգերդ քու անձիդ պես։ Եթե ներելու պետք ունենանք, այդ խոսքն է, որ մեզի պիտի տա զորությունը ներելու, հակառակ որ մարդիկ կան, որ ներվելու արժանի չեն, բայց Հիսուս մեզի ներեց, մենք ալ ներվելու արժանի չենք, և Հիսուսի օրինակով Աստծո խոսքեն պիտի զորություն ունենանք ներելու բոլորին, երբ որ դգար գսկանք, վախի մեջ ենք, Աստծո խոսքն է, որ իր խոստումներով մեզի պիտի քաչալերե, պիտի զորություն տա, պիտի համբերություն տա, պիտի օգնե, որ դոգանք ամեն բանի։ Աստծո խոսքն է, որ այս բոլոր բաները կարգադրե մեր մեջ։ Եվ այս
քերտնական ցանկը ամեն մեկ հավատացյալին համար պատրաստ է Աստված դալու միան թե մենք պետք է որ մեր արմատները ճուրին կով տնենք դոգուն ըլլալու համար Տերոջ հետ քալել ամենադեն եւ Աստծո խոսքեն հաջիկ առնել Եվ վերջին գեդս այսօրվա համար կսե իր ժամանակին իր բդուղը պիտի դա ու անոր դերևը պիտի չթափի եւ ինչ բան որ ընե պիտի հաջողի Մեկը գա որ այստեղը կսիրե ցախողիլ չեմ խորիր Ով գուզե ամենադեն հաջողիլ ամենքս ինչ պետք է անենք Աստծո խոսքին թիմենք Շատ քեղեցիկ խոստումներ են ասոնք բոլոր անոնց որ Աստծո խոսքեն հաջիկ կառնեն Դերևը պիտի չթափի Երբ դերևը չթափի գսե ասիգա գխոսի մշտաթալար ծարիմը մասին Բոլոր դարվան ընթացքին կանանչ է Եվ անոնք որոնք Աստծո խոսքով միշտ գնորոքվին մինչև վերջ կանանչ են մինչև վերջ թալար են Թալար Որովհետև իրենց զորությունը գքաշեն Աստծո խոսքեն Չեն ապրիր երեկվա օրտնության վրա Այսօր գանտբիմ հավատացյալներում ասեն ժամանակին ես ասպես էի դեր ինձ ասպես հրավ Կսեմ այսօր դերի քեզ ինչ կնե Այսօր ուր ես Որովհետև ինչ կսե Աստծո ողորմություն ինչ կլա օր գնորոքվի գվայելես Աստծո օրտնությունը այսօր Որովհետև Աստված ամեն օր պատրաստ է քեզի իր ողորմությունը քո վրա թափելու քեզի օր նորոգելու իր զորությունով Եվ ինչ բան որ ընե պիտի հաջողի Ինչ բան որ ընե ասիգա հետաքրքրական է որովհետև շատ անգամ մենք բաներ հրացենք որ ցախողած ենք բայց ոսկսե ինչ բան որ ընե պիտի հաջողի Ամեն օր զորություն պիտի գտնե ամեն օր հույս պիտի գտնե ամենադժվար վիճակներուն մեջ նույնիսկ Ռոմայացիս 8:34-ի մեջ մեզի Պողոս Արաքյալը վիճակներ կգրե կսե Ով պիտի զադե մեզ Քրիստոսի սերեն դարաբանքը նեղությունը հալածանքը սովը վտանգը մերգությունը սուրը Անոնք որոնք սիրեներ Հիսուսի մոդեն գճանչնան չաճերկեցինք որքան մոդենամ քեզի այնքան ավելի գանուշնաս Հիսուսի համը առած են Հիսուսի համը ամեն օր գարնեն 37-րդ համարը Ռոմայացիս 7:37-ը գսե անոնք ամեն բաներում մեջ հաղթող գլան Հիսուսով Այս է որ Աստված կուզե մեզի ամեն մեկուս համար այս է օրտնված կյանքը այս է երանելի կյանքը հաղթական լալ ամեն տեսակ հարցերու մեջ Աստծո խոսքին օգնությամբ Այո, աշխարհի մեջ պիտի հանդիպինք ուսախապության, պիտի հանդիպինք նեղության, պիտի հանդիպինք մերժվելու, պիտի ցախողություններ ունենանք, պիտի հիվանդանանք, պիտի լքված զգանք երբեմն հուսահատություններ ունենանք, բայց այս բոլորի մեջ են սիրելներ մենք հաղթական կրնանք դուրս գալ Աստծո խոսքին զորությամբ։ Այո, Գարելի այս բոլորի մեջ են ասել, որ ես հաղթող եմ Քրիստոսով, ես հաջողակ եմ եւ գարելի է հաջողիլ այս բոլոր վիճակներում մեջ, փառքավաճիլ, քոյադեվել, երբ որ դժվար վիճակներում մեջ ենք անցնենք, երբ քոյադևենք, ադիգա հաղթություն է, ադիգա օրտնված ըլլալ է, որովհետեւ շատեր չեն թիմանար, չեն դոգար, չեն գնար ավելին երթալ Եվ երբ որ գսես Քրիստոսով հաղթող եմ, այդ հավատքի խոսքը արդեն քեզի գոքնե որ քոյադևես եւ հաջողիս կյանքի մեջը։ Գիտեք որ շատեր որ հուսահատած են, բամնելոն որ դեսած են որ դեմը չեն ասնիր, գարելի է որ այդ վերջին դեղը ասած էին որ մեկ հատ փորձերն է Քիչ մնալ քոյադևեինն է, պիտի հաջողեն, ինչպես Թամս Էդիսոնին պատմությունը վստահ եմ գիտեք, լույսի այդ լամպը քանի անգամներ բայթեցավ, մինչև որ
At լույսը ստեղծեց հիմա մենք կվայելենք եւ անշուշտ գիտությունը շատ ավելի առաջացավ շարունակել Աստուծո խոսքին հենելով Աստուծո խոսքին զորությամբ վստահելով անոր խոստումներուն թիմելով եւ Աստուծո մեզ զորություն ստանալով մենք կրնանք օրտնյալ օրեր ունենալ ամեն կերպով ուրեմն գուզեմ ամփոփել այս սամոսը եւ վերջացնել այս պատկամս դերը գամի քալ Իրագի հետ պիտի վերադառնանք մի քանի արակներ եւս ունենք անոնք հալ պիտի վերջացնենք այսօր այս սամոսը մեզի կարևոր դասեր որ գսորվեցնե այն է առաջին որ մեղքին հետ չես գնար խաղալ ինչպես ասենք ամբարիշներուն ջամփու մեջ գենալ նստիլ ասիգա վտանգավոր բան մնե սիրելներ չես գնար չարերուն հետ ընկերակցիլ եւ բարի վարք ունենալ Աստծո խոսքը մեզի գաստարար է գսկուշացնե գրագին հետ մի խաղար որովհետեւ գրագին հետ խաղցողը միշտ մադգայր է Մինչև այն ադեմ որ այս աշխարհի մեջ ենք գիտած լանք որ երբ որ մենք աստվածաբաշխության յետևե ենք աշխարհին քեշ պիտի երևինք Աստվածաբաշխությունը այս մեղավոր աշխարհին համար իրենց աշխարհը հագարակ կողմն է ամեն ինչին ձուր կողմեն գնային բարին քեշ կդեսնեն եւ մեզի պիտի չի սիրեն մեզի դերևս ադեն բայց գիտած լանք որ սիրելներ մեզի գինա իրենց մե բաժնվել իրենց ճամփաներում մեջ են չերտալ, իրենց հետ չգայնիլ, իրենց հետ չնստիլ։ Այսօր շատեր հաճող երևին այս աշխարհի մեջ, աշխարհի չափանիշներով հաճող երևին, բայց Աստուծո աչքերով ցախողած են։ Եվ մեր արժեքավորումը, որ գնենք մեր անձերուն անտեպ, պետք է լա Աստուծո աչքերով դիտված։ Աշխարհի աչքերով, եթե հաճող կնկատենք մենք մեզի Սկուշլանք, վտանգավոր վիճակի մեջ ենք։ Արդյոք հավատարիմ ենք իրեն։ Ամեն բան հաջողագի պիտի լագսե այս սամոս մեզի, եթե մենք իր խոսքին խոսքով գարաչնորթվենք, հաջիկ կարնենք։ Եվ ամենաուրախ օրտնված մարդիկը անոնք են, որ Աստուծո խոսքին հետ կաբրին։ Ասիգա կասկած չկա։ Եվ օրտնված կյանքնալ անոնք կաբրին, որոնք այս սամոս մեկին փաղացություններով, որ ցեզի ներգացուցի 5 փաղացություններով անոնց կթիմեն եւ անոնց կդեվին։ Ուրիշներ կարելի է ուրախ երևին, բայց ժամանակավոր է իրենց ուրախությունը, որովհետեւ միակ ուրախությունը, ճշմարիտ ուրախությունը Աստուծո հաջելի ըլլալու մեջ է։ Աստուծո հավանությունը ստանալու մեջ է եւ ասիգա միան գնանալ անոնք որ ճշմարտաբես Աստուծո զավակներն են եւ Աստուծո հետ կգալեն առանց Աստուծո խոսքին սիրելներ ոչ մեկ բան կարելի է հաջողություն գտնե ոչ մեկ բան ուրախություն գնալ ոչ մեկ բան գրնա օրհնություն տալ անոնք որոնք Աստուծո խոսքով կգալեն անոնք են որ միակ կրնան ստանալ այս մեկը Եվ անշուշտ, ինչ օրհնություն որ Աստված մեզի գուտա, մեզի համար չէ, ուրիշներուն հետ բաժնվելու համար է։ Իսկ եթե մեր օրհնությունը պիտի բաժնենք ուրիշներուն, պետք է որ մենք Աստծո խոսքի մեջ սորանանք, որովհետեւ գարենանք այդ օրհնությունները, որ ստանանք ուրիշներուն ալտանք։ Տերը ցեզի դա օրհնված երանելի դարիմը այս եկող դարվա մեջ։